Բարի լույս սիրելիներս, հույսով եմ լավ եք, մենք էլ լավ ենք։ Միանում եմ ձեզ շաբաթ օրը, այսօր մայիսի 9 է, տոնական օր է, ինչի առիթով ուզում եմ շնորհավորել բոլորիս, ցանկանալով նորանոր հաղթանակներ։ Եվ ուզում եմ սկսել նոր վլոգ, քանի որ ալիքում վաղուց վլոգներ չեն եղել, կապված զբաղվածության հետ։ Ուզում եմ ասել, որ այս ընթացքում եղանակը հասցրել է տաքանալ եւ ինչպես տեսնում եք, արդեն կակաչները ծաղկել են, 3-5 հատ խաղել եմ դրել ծաղկամանի մեջ։ Դրսի գործերը գրեթե ավարտել ենք, ասֆալտ փռել, տրամբովկա, այդ ամեն ինչը արդեն ավարտին ենք հասցրել ու բակը շատ գեղեցիկ կերպարանափոխվել է, ճոճանակն ենք դրել իր տեղում, մաքրել, գլխի տենտը փոխել։ Մնացել են մի քանի աշխատանքներ, որոնք այս ընթացքում կանենք։ Այս մի քանի օրվա ընթացքում խոտը այնքան բարձրացավ, որ Վահանը չկարողացավ դիմանալ, որպեսզի չհանձի։ Խոտը կհանձի, մոտորերս կբերի, տեղ կփչի, որպեսզի էլ չաճե։ Երևի մյուս շաբաթ կիրակի օրը արդեն լողավազանը կդնենք, որովհետև ահավոր շոկեր են եւ արդեն ժամանակն է։ Իր արհեստանոցի հետևում մի փոքր տեղ կա, այնտեղ պետք է կարգի բերենք, այնուհետև կանալիզացիայի համար լուկ է առել, պետք է տեղադրենք ու երևի մնացած գործերը արդեն հետո, որովհետև պատրաստում ենք Փահանին ճանապարհել գործողման, մնացած գործերը արդեն մի քանի գործը կմնա վերադառնալուց հետո գործողումից, այնպես որ Լիլիայի հետ գրեթե 1 ամիս, միգուցե մի փոքր էլ ավել մնալու են երկուսով սիրելիներս։ Դա այդպես։ Այսօրվա հետ կապված ինչ պլաններ ունենք։ Այսօր Վահանը կավարտի այս խոտի մաքրման գործերը, կգատուն, կլողանա, կթարմանա, միասին նախաճաշ կանենք ու գնալու ենք մագնիտ, ուզում եմ սուրճս փոխարինել ցիկորիով, ավելի առողջարար, ավելի լավ է օրգանիզմի համար ու կան ցիկորիներ, որ իրենք համի տեսակետից հիշեցնում են սուրճը։ Սուրճը կգնենք, զմինիտիլ կոֆե, ուզում եմ արդեն սուրճից հետ կանգնել, որովհետև զգում եմ, որ իմ ներվային համակարգի ու սրտի աշխատանքի վրա ազդում է, ուզում եմ փոխարինել, նամանավանդ, որ ցիկորին ինքը շատ օգտակար է օրգանիզմի, օրգանների, բոլոր օրգանների համար։ Այնտեղից էլ գնալու ենք Ազոն, պատվերներ ունենք, պատվերներն էլ վերցնենք գանք ու այսօր երևի դրսում կանցկացնենք, եթե իհարկե շատ շոկ չլինի, որովհետև այստեղի 30 աստիճանը հավասար է Հայաստանի 60 աստիճանին, որովհետև խոնավությունը բարձր է։ Հիմա էլ ահավոր շոկ է, իսկ այս շոկին չեմ դիմանում։ Տեսնենք սիրելիներս, այսօր ինչ ենք անելու, ինչ ենք պատրաստելու, էլ որ անենք միասին ենք անելու, օրը միասին ենք անցկացնելու, ինչ որ կնկարեմ այսօր, կմոնտաժեմ եւ վաղը կտեղադրեմ ալիքում։ Այնպես որ համարենք մեր վլոգը արդեն սկսված, ձեզ լավ տրամադրություն, բարի դիտում, իսկ մեզ էլ տոնական հաճելի օր։ Դուրսը այնքան լավն է, որ անգամ մարդ չի ուզում տուն գնա, որովհետև էլ տենց ցուրտ չի, ճանճերը հələ դուրս չեն եկել, կամարները հələ չկան, հանգիստ կարողանում ես նստել, հաճելի տաք եղանակա։ Վահանն էլ այնտեղ բենզինը եւ խառնում է, որ նորից լցնի, շարունակի, որովհետև նայեք սիրելիներս, ոնց է կերպարանափոխվում բակը։ Այ այս ամբողջը արդեն մաքրել է ու շարունակելու է մաքրի մինչև այնտեղ, ինչպես նաև տան հակառակ կողմը, դիմացի փողոցից ու տան հետնամասը, բայց կարելի ասել համարյա կեսը արդեն ավարտին է հասցրել։
մաքրի ամեն ինչն էլ գեղեցիկ է։ Կամ կարելի է ասել գեղեցիկ է ամեն ինչ, ինչը որ մաքուր է։ Բա մնում է մեքենաները առաջ քաշի, որ այն հետնամասն էլ այնտեղ մաքրի, մի խոսքով սիրելիներս, աշխատանքները ընթացքի մեջ են ու վերջնական տեսքով էլ ձեր հետ կկիսվեմ։ Սիրելիներս եկա տուն, իհարկե ուզում էի ավելի երկար դրսում մնալ, որովհետև եղանակը ուղղակի հիասքանչ է, շատ լավն է, բայց որոշեցի գալ խոհանոց կարգի բերել, օրեր առաջ տունը ամբողջությամբ պատուհաններով այսպես մեծ մաքրություն էի կազմակերպել, ամեն ինչ մաքրել, սրբել, մնացել է իմ գործերից այս ամանները լվանամ տեղավորեմ, երեկոյան հավես շարեցին, որովհետև հոգնած էի, սովորաբար ես միշտ լվանում տեղավորում եմ, նոր եմ գնում քնելու, բայց այս անգամ խախտեցի օրենքը, ոչինչ, մտածեցի առավոտյան կզարթնեմ կլվանամ, ինչը որ ես հիմա կանեմ ու կանցնեմ նախաճաշ պատրաստելու։ Իմիջիայլոց նորություններից է այս տոստերը, որը նվեր եմ ստացել Լերիկ մորաքրոջս կողմից, ձեր հետ չեմ կիսվել, ինչի համար որ իրեն շատ շնորհակալ եմ, հացը դարձնում է էլ ավելի հոմեղ, խրխրթան, առավոտյան նախաճաշի ժամանակ միշտ հացը դնում ենք, տաքացնում, կարմրացնում, շատ համեղ է լինում, եթե մինչև հիմա ձեռք չեք բերել, անպայման ձեռք բերեք, իսկ ովքեր արդեն ունեն, գիտեմ, որ իսկապես այդպես է, Royal Kitchen ֆիրման է, սիրելիներս։ Swear I won't forget this, why do I regret this? In my mind reckless, thoughts are feeling endless. Sitting up I'm breathless, anxiety's infectious. I feel so defenseless, betrayed and embarrassed. I hate being open, I hate being broken. I feel like an ocean filled up with emotion. Anger ain't a potion, rub it on like lotion. I can feel it soaking, reopen, the scars have awoken. Բաժակները լվացի սիրելիներս, հիմա պետք է սրբեմ, տեղավորեմ, այնուհետև անցնեմ ամաններին, ես մինչև չսրբեմ, չտեղավորեմ, չեմ հեռանում լվացարանի կողքից, ձեզ էլ խորհուրդ եմ տալիս, ովքեր լվանում այդպես թողնում են, հետո այդպես դասավորում կամ հետո են սրբում, խորհուրդ կտամ երեխեք ջան անմիջապես լվանալուց հետո սրբել ու տեղավորել, որովհետև իմ համար այն որ լվանում այդպես թողնում են, հետո տեղավորում առանց սրբելու կամ հետո սրբում, էդի ես համարում եմ սխալ, իմ համար ավելի լավ է ամանները այսպես կեղտոտ այսպես ասած վիճակում լինեն լվացարանի կողքը, իմանամ պետք է լվանամ, մաքրեմ, տեղավորեմ, քան լվանամ, այսպես թողնեմ, հետո կամ մաքրեմ, կամ չմաքրեմ, այդպես կորցված ամաններ ես չեմ սիրում, իմ համար աման լվանալը ուղղակի լվանալ չէ, այլ լվանալ եւ մաքրել։ Վստահ եմ, որ ձեզնից շատերը այդպես են անում, ովքեր չեն անում սիրելիներս, մի քանի անգամ որ անեք, արդեն դառնալու է սովորություն, արդեն կսովորեք նաև աման լվանալու այդ վերջին этаպին սրբելուն, որովհետև միայն սրբելուց հետո են, որ ամանները գալիս են իրենց վերջնական տեսքին, փայլում եւ պսպղում։ Վերջ սիրելիներս, խոհանոցս մաքուր է, պսպղում է, ամեն ինչ հավաքված, դասավորված, տեղավորված, հիմա գնամ տեղերը հավաքեմ ու անցնեմ նախաճաշ պատրաստելու։
Սիրելին ես գործը ես վերջացրի, Վահանն էլ ես ամբողջ տան երկայնքով շուրջ բոլորը լրիվ մաքրել է, նայեք ինչ գեղեցիկ է, մաքուր, ակուրատնի, հիմա մնացել է ես այն մեքենայի հետևի հատվածը, այդ շոյերով իհարկե չի նստի մեքենան, հիմա Լիլիային ասում է, որ Լիլիան մի փոքր մեքենան առաջ քաշի, որպեսզի ինքը կարողանա մեքենային հետևի հատվածը եւս մաքրի։ Այսքան տեղն է մնացել ու այն հատվածը եւ վերջ։ Դուրսն էլ լրիվ ամբողջությամբ մաքրվել է։ Հիմա պետքա մեքենան մի փոքր առաջ քաշի։ Ինձ ասեց ես հրաժարվեցի։ Ժամանակին քշել եմ մեքենա, բայց Ժիգուլի մինչ Լիլիայի ծնվելը ու երբ որ իրեն սպասում էի, այդ ժամանակ քշել եմ մեքենա, բայց դրանից հետո էլ առիթ չի եղել։ Շատ զգուշ պիտի լինի։ Վահան, կողը չթողաս, զգուշ։ Ապրի մաղջիկը։ Վահան ուզում է Լիլիան գնա մեքենա վարել սովորի։ Ու իր համար մի հատ փոքր մեքենա կգնենք աղջիկական։ Ապրի մաղջիկը։ Ես ռիսկ չարեցի։ Եկ որ չմտնել մեջը, բարանին անի հետ։ Չի ուզում ելնի։ Ապրի Լիլիան։ Կսովորի չէ Վահան։ Հա։ Գրավտը կսովորի։ Եվս մաքրել է։ Հենտեղ էլ Վահան ուզում էր ծառի կոտրած շևը կտրել, ոնց որ չստացվեց, սպասում ենք իրեն, որպեսզի նախաճաշ պատրաստենք, արդեն սեղանը դրել եմ, մնում է ներփերշիկները տապակեմ ձվով, թեյով այդպես նախաճաշ անենք, մի փոքր հանգստանա ու դուրս գանք։ Չի աշխատում Վահան։ Ուզում էիր կտրե իրեն։ Այս հաջորդ խորովածի փայտնա։ Այս մնացածն էլ չենք վառում, որովհետև արդեն շոքեր է բաժարապասնաստ։ Սիրելիներս մեր մոտ արդեն կեսօր է, ժամը 2-ն է։ Գործերը գրեթե վերջացրել ենք։ Գնացինք միասին Ազոն, պատվերները վերցրինք, հիմա ձեր հետ կկիսվեմ, ինձ իջացրեցին, ես եկա տուն, գործեր ունեմ, այնտեղ լվացքի մեքենան է աշխատում, պետք է փռեմ լվացքը, նախաճաշել ենք ամանները լվացի տեղավորեցին, մի խոսքով իմ տնային գործերով, իրենք էլ գնացին լենտա, մի քանի գնումներ կկատարեն, գան ու շարունակենք մեր օրը։ Իսկ այս պահին ուզում եմ ձեր հետ կիսվել այն պատվերներով, որոնք որ մինչ այս պահը հասել է մեզ ու այսօր վերցրել ենք վերջապես։ Այստեղ 1, 2, 3, սրանք նույնն են։ 4 ու 5։ 5 հատ պրոստին եմ պատվիրել, երեխեք ջան, մի հատ պատվիրել էի, ծիրանագույն, շատ հավանեցի, 162-ի վրա, մեր ննջասենյակի համար, ռեզինկայով ու շատ հավանել եմ, շատ սիրուն նստում է, ձիգ, տեղը տեղին, այնքան որ որոշեցի փոխել ամբողջությամբ նորել տեղաշորը, պրոստինները, բարձի երեսները, իմիջայլոց այստեղ Լիլիայի համար 2 հատ բարձի երես եմ պատվիրել, հիմա կբացեմ
բրեսվիթ կտամ, մեր համար որ պատվիրել եմ, դեռ չի հասել մեզ, ամսվա վերջին կլինի այստեղ, այստեղից երևի սա կհանեմ որպես փոխնորդ մեր համար, իսկ սրանք արդեն կպահեմ, նայեք, այսեն սիրուն հակնում եմ մատրասին, դիք, որակով, տեղը տեղին, Հողումները կթողնեմ մեկնաբանությունների բաժնում սիրելիներս, կարող եք մի հատ պատվիրել, գնել, տեսնել որակը, այնուհետև եթե կհավանեք արդեն պատվիրեք ավելի շատ գինը մատչելի, ակցիայով եմ պատվիրել ու շատ գոհ եմ։ Այստեղ Լիլիայիս բարձի երեսներն են, 70-ը 70-ի վրա։ Հիմա կցայեմ, կարդուկեմ ու երեկոյան արդեն անց կկասնեմ իր բարձին։ Շատ լավն է որակը։ Այսպես։ Այստեղ երեսի ցրտիչներ են 3 հատ։ Էլ չբացեմ սիրելիներս։ Այստեղ Լիլիան իր համար տոնիկ է պատվիրել։ Երկրորդ անգամ է պատվիրում ու հավանում է շատ։ Այստեղ չգիտեմ ինչ ա եղել, ճանապարհին ինքը հանեց Լիլիան։ Այստեղ երևի մազի ներկն է, հիմա կբացեմ։ Վերջապես պիտի ներկեմ մազերս։ Այստեղ էլ չափի տարաներ են, երեխեքան։ Այստեղ ինչ կա։ Ամբողջը չի։ Այսինք գդալներ են, չափի տարաներ, որը որ խոհանոցում ինչ շատ անհրաժեշտ է։ Այսինք գեղեցիկ տարբեր չափերի շատ այս ամենամեծից վերջացրած այս փոքրերով տղել 4 հատ է ընդհանուր քանի հատը 8 հատ շատ լավ է հիմա էլ մազի ներկը բացեմ սիրելիներս ու ցույց տամ ինչ ֆիրմայի ներկեմ պատվիրել այս անգամ արդեն ահագին ժամանակ կլինի 3-4 ամիս որ չեմ ներկում շամպուն ներկ ենք պատվիրել դրանով էի լվանում ներկում բայց արդեն որոշել եմ նորմալ ներկել ահա եւ իմ մազի ներկը Fara ֆիրմային գույնը ռուսի պեպելն է ֆիալետովի 535 համարն է սիրելիներս կներկեմ ու արդեն երևի հաջորդ վլոգում կտեսնեք Սրա հողումը եւս կթողնեմ մեկնաբանությունների բաժնում։ Հիմա այս պատվերները տեղավորեմ, դասավորեմ։ Սպասենք, տեսնենք երբ են վերադառնում լենտայից ու միասին կկիսվեմ ձեր հետ եւ գնումներով եւ տեսնենք մեր օրը ինչպես ենք միասին շարունակում։ Վահանն ու Լիլիան վերադարձան գնումներով մեր հարևանի մեքենան է դրոշը վրան։ Գնացել են, մեքենան լվացել են, մալացի, հետա մի հատ մոտիկից ցույց տամ երեխեք ջան, հեսա, ահա որ շոք, հաուտ չկա շնչելու, խոտը մաքրեց, հայտերը բացվեցին, սաղ պետի վարվի 5 թումբա մնացել ու վերջ երեխեք ջան մաքրվում է գնանք տեսնենք ինչ են գնել կյանք ոնչ մանիկոս չովիտ տանիմ լավնես շոքես ինչ եք գնել ձուկ են գուտելու այսօր
Ան հələ բաց է։ Ես լվացք եմ փռել, լվացք։ Աման, չաման, общем։ Որովածի։ Տեկալ կյանքս։ Այս ինչ է։ Իշխան դուք եք առել։ Փորը բաց, բայց վահան։ Մաքրի մեկ է քրիքները։ Այս է կմաքրեմ։ Կտասել ու նրանք մաքրի։ Դուկան ես ոնց ճիշտ ես համարում։ Հա։ Ինչ ապելսին։ Երեխա ջան։ Կամ մեծ երեխա, նա նատախտալի չունեցարություն հրանցի հոգա։ Այս է հաց։ Այս է ասության։ Լոլիկ։ Приправа прованские травы. Սերտանի չորդ կերևի լիլյանը ուզե այսել շամպունը, որը երկրորդ անգամ ենք գնում մեկը համարյա պրծել է, չէ լիլյան ստեղ վարունգ մեր ամենասիրած մանգոյի չիրը իսը վահանի շամպունը ստեղ ծկորին իմ Цикорин, сулча, лимон, գինի ու նատախտարի այս ֆեյխոյի համովը շատ լավն է գնումները տեղավորեցի սիրելիներս վահանի համար սառը լիմոնադ տարա սառույցով հիմա լատե եմ գնում տանեմ խմի դրսում է դինամիկը հանելա դուրսը մտեղա ու սկսեմ ձուկը մաքրել Այստեղ իշխան ձուկը ոնց որ ասեցի վարել հրարոժնայը կիլոգրամը 700 ռուբլի Այստեղ համարյա 2 կիլոգրամ է 1360 ռուբլի է ծարել Այսպես ու այնտեղ սուրճն է պատրաստում ու ցկորին այսա ես ասացի որ սրանից վերցնեմ լենտայից եթե հետաքրքիր է կարող եք սկրինշոտ անել հնարավոր է ազնով վալբերից էլ վաճառվի չգիտեմ այնտեղ չեմ նայել ամենայն դեպս այսօր ես էլ կփորձեմ սիրելիներս ժամանակին խմում էի բայց արդեն զգում եմ որ պետք է կամած կոֆեից հրաժարվել փոխարինելով նմանատիպ շատ օրգանիզմի համար շատ լավ փոխարինող մնում է ստեղ էլ սուրճն էլ կա կաթը արդեն լուծել է ու տանենք տանք վահանին պատրաստ է կաթը հանեմ տանեմ դնեմ սառնարան որպեսի չփչանա սուրճը տանեմ տան վահանին այս բաժակն էլ դնենք այստեղ որ ինքը հեսա պետքա լվանը վերջ անցնենք ձուկը մաքրելուն երեխեք ջան ձուկը մաքրեցի որ պիտի խորոված անենք, բայց մաքրելու ընթացքում, երբ որ պակետից հանեցի, զգացի մի փոքր հոտ է գալիս։ Հետո արդեն ընթացքում զգացի, որ հոտը ուժեղանում է մաքրելու ընթացքում, երբ որ խռիկները հեռացնում էի, հետո Լիլիային խնդրեցի գա հոտ քաշի, դե Վահանը հոտ չի զգում, որովհետև կորոնավիրուսից հետո իր մոտ այդ հոտառությունը կորել է շատ զուր հոտերին է զգում, ահավոր, լինում է և չի էլ զգում, պարզվեց, որ մի փոքր այն չի, մենք երբեք սենց ձուկ չենք գնում, հա, այս իշխան ձկները կենթանի ենք գնում, կենթանի վիճակում, հետո այնտեղ հանում են, այդպես մաքրում տալիս, չկար ասեց, դրա համար ստիպված սա է վերցրել և մի քանի օր այդպես մնացել է դրա համար այսպես հոտ է ընկել նամանավանդ, որ ամառ է, դա կապ չունի, որ սառույցի վրա է։ Հանգեցի մորաքրոջս եկել են, այսօր շաբաթ է, եկել են, դեռ էստեղ է,
Զանգեցի, որ գանտանեն, շուն ունեն, շան համար, այստեղ շուն ունեն։ Հիմա մորակու ես կգա, համ ես ձուկը կտանի, շան համար համ էլ իրար հաջող կանենք։ Ու Լիլային խնդրեցինք, որ գնա խանութ ու այնտեղից հավ է բերել, հիմա այս վահանը համեմունքներ է ավելացել, հիմնականում կարմիր պղպեղ, քաղցր ու աղ, պետքա սետկայի վրա խորովենք։ Սա մեզ դաս, որ եթե չլինի կենթանի ձուկը, երբեք չգնել, միայն կենթանի վիճակում, ձեզ էլ խորհուրդ, մեզ էլ նմանապես, որպեսզի ձուկը գնել միայն կենթանի վիճակում։ Սիրելիներս, նայեք վահանը դրսի համար ինձ սեղան է հավաքել, մնում է պալերովկան ու մաքրեմ։ Ամռանը որպեսզի նստենք, սուրճ խմենք, համեղություններ վայելենք մաքուր օդին։ 15 րոպեում հավաքեց։ Նержавеющая сталь, այս նержавեյից է հավաքել։ Շատ սիրուն օրիգինալ սեղան է, շատ լավն է։ Դեր մի բան մարդ մի բան գաղափար ունենալու։ Բան չէ, չեմ կծացին։ Կարող խմես մոքիր, թե թևիտ։ Թևիտ վնասը։ Դե որ կոտրված կա չգիտեմ, եթե կխմես բերեմ բաժակ։ Բավանի է չկասնեմ որ։ Տեսակ տազա սեղանի բացի։ Այստեղ էլ ինչպես տեսնում եք, հասցրել եմ արդեն 2 մատես վառել, բանտենոր եմ քսել, լավ օգնեց, ուղղակի հարմար չէր, մի ձեռքով, վիրավոր ձեռքով հեռախոսը բռնել, մյուս ձեռքով բաժակը։ Ոտնկած խմենք մեր հերոսների կենացը։ Спасибо деду за победу։ Царство всем небесное։ Աստված բոլորին հաջողություն տա։ Մեր գնացածներին էլ հոգու հանգստություն։ Այսի լավ գինի է։ Այդ ինչ գինի է։ Վրացական է։ Вообще-то ես գիտու բալեշտիկ չեմ, բայց մեկ խմում։ Հա։ Չոր ասեմ ջուր կլսնի։ Շաբաթ օրը ունեցավ այսպիսի ընթացք եւ այսպիսի ավարտ սիրելիները, շնորհակալ եմ վլոգը մինչև վերջ նայելու համար, ձեր լայքերի եւ գեղեցիկ մեկնաբանությունների համար, բոլոր նրանց, ովքեր միանում են մեր փոքրիկ YouTube-յան ընտանիքին եւ հուսամ հաջորդ վլոգը շատ չի ուշանա, ձեզ ցանկանում եմ լավ տրամադրություն, կհանդիպենք հաջորդ վլոգում։